Առաջ Աստված, հետո նոր մենք։ Ձեր գործերին էլ հաջողություն։ Շատ շնորհակալ, շատ զգացացեք, շատ տրամադրող ու շատ բարեկամով։ Ոգով սրտով սպասել են։ Որովհետև մեծատարող մեծատարող մարդ դուք եք ստեղծող արարող Համարեք օրիտեմ ըստեղ առաջերտին լավ հայ մարդիկ եկել են ծանոթանալու, շփվելու, մեր մտահոգություններին լսելու, համատեղ ինչ-որ լավ բան անելու համար։ Այդ առումով շատ զգացված ենք, ապրեք շատ, վրացածը պարոն Հարությունյան համեցեք։ Արդեն առած միքրոֆոնը չի։ Աղբարան շուրը անձերի բնակիչներ, մենք մեր Հայաստան կուսակցությունն ենք, մենք գրատպքում համարչոցն ենք, համոզում շնորհակալություն հայտնել այսպիսի ջերմությունության համար, և ինչ է առաջարկում այն Հայաստան կուսակցությունը։ Մենք այսօր ձևաչոպայնած, ձևաչկերի մեջ նայելով մենք ձեզ խոսք ենք տալի, մեր դրվելու պարագայում մանկապարտեզները լինելու անանջար, մեր սիրելի քաղաքը իջնացին է լինելու է հանրապետության կրճական կետերներից մեկը և զորակոս հավանացում այսպես ասած Սալամի անունը պատոսերը դրամանոթելու ենք, որը դառնալու է շատ լավ, շատ հետաքրքիր ժամանցի այդ բոլորիս համար։ Ուստի ձեզ բոլորի կոչ եմ անում, համաձայնաբար մասնակցեք ընտրությունների, մասնակցեք, որ մենք մեր այսօրվա խոստովանածը գործով ավարտենք բոլորի։ Ձեզ բոլորի կոչ են անում աղբի մասնակցել, այս ընտրություններին մեր ոչքը բանի լինելու, մեր ամեն խոսքը գործ է լինելու, 24 ժամյա ռեժիմում անգել են ձեր կողքը, ցանկացած լուծում, մեր ամեն ասած բառը լինելու է գործ, որը որ մենք մեր գործով ապացուցել ենք, որը մենք մեր ժողովրդի կողքին անգել ենք, չի եկել այս հարց, որ ժողովուրդը դիմենք կամ չդիմենք, մենք ամեն ինչի տեղյակ ենք, ամեն գործից տեղյակ ենք, մենք երկար տարիներ աշխատել ենք, մենք մեր գործով ապացուցել ենք, բոլորից շնորհակալ ենք, անպայման մարտի մասնակցել։ Ես հարցս ունել եմ և ուղղում եմ բոլոր ընտրաշավին մասնակցող դիմացիներին։ Դուք ինչպես եք վերաբերվում տանկատուրը փոխելու, զուգարան սարքելու, բնութագիր ուզելու 5000 դրամ, ոչ հարցնում են սոցիալապես ինչ վիճակում ես, ոչ հարցնում են հաշվանդամ ես, ոչ հարցնում են պատերազմի մասնակից ես, ոչ հարցնում են ողացում տանիք ես, դուք այդ հարցերում ինչ վերաբերմունք ունեք։ Մենք այդ հարցերում մենք մեր գործով ապացուցել ենք, չի կարելի մարդիկ ասեն, որ այսօր մի բան կառուցումը լավ է, ոչ մի պաշտոն հավեր չի։ Մարդկանց երեսին պետք է բարձ աշխով նայենք, թե չնայենք։ Չի կարելի ամոթ ասել։ Մենք մեր գործով ապացուցել ենք։ Բնութագիր ուզեմ 5000 դրամ։ Ոչ մի սոցիալական աջակցություն չեմ ստանում։ Այդ խոյ համայնքի Գեղակերտ յուղը, այդ ինչ մի յուղ է, որ օգնություններ ընդեղ մարդիկ 5 անգամ ստանում են, Ծաղկալանջ համայնքում մարդիկ մի անգամ չեն ստանում։ Դες ոնց է լինում։ Ես խնամակալ եմ 2 տարուց ավել, ես ասում եմ, բոլորին նույն ասել եմ, եթե Facebook-ով նայել եք կտեսնեք։ Գրված է մեջը, որ տարին 2 անգամ պետք է գան ստուգեն սոցիալբաժնի, թե ես ինչպես եմ պահում այդ երեխային։ Միայն գան այն ժամանակ, որ ես բռնություն գործադրեմ, նոր գան ասեն կալանք հետերը խցենք տանենք բե, էս էլ է բալին ժողովրդի է։
Ոչ մի անգամ չեմ եկել։ Ճիշտ է։ Ինձ 30,000 գումար են տվել։ Տարել եմ, վերադարձել եմ, դրել եմ քարտուղարության սեղանին եկել եմ։ Եթե դուք ինձ օգնություն պետք է հետո դառնալ ինձ երեսով տա, ես շատ շնորհակալ եմ դրանից։ Դրա համար տարի դրել եմ կուլտուրական սեղանի վրա, եկել եմ, ինձ վրա հպարտանները ինձ հայր եմ աչել։ Զանգում եմ, որ ընդունարանը գնամ ընդունելության, ասում են կներեք, բայց համայնքի ղեկավարը մեզ դուր չտալի, որ ձեր անդամներին որևիցե մեկին ընդունել։ Չի կարող համարել, վիդեոյում անհատական մարդկանց համար, սա ինչ է, ավելի մեկը իր աթողի համար տրիվ ատալի։ Մարդիկ գործը թողում են, երկին մնում են գծխների, որ տեսատաշտիկ դուսման, բայց թողում են համար յոտ, համար չոց, Հայր Հայաստան! համար չոց, համար չոց։ Զինվորական բազմաթիվ տարիների 45 տարվա զինվորական ես ասեմ աննպաստ համարականություններ Ռոբոտի տանիքի հետ համաձայնվելուց Ես հաշվանքամ, 3 հաշվանքամ, որից ես կնամատալ եմ։ Դեպքերից չեմ սարքել, որ մեր առատապար սենատները Արուկարամետանի Գրիշարությանը վերումավարցել են իրար ժավ մարդկայի վերաբերմունքը և պաշտոնական արդեն վերաբերմունքը ըստեղ իրար շարունակել են վիստևով և երկրպես ձերպես մարդիկ Իսկ ամենակարևոր հարցերից մեկը նա է, որ երբեք չի կարելի մոռանալ են մեր սուր քաղաքների, ովքեր իրենց երիտասարդ կյանքի տվեցին հանուն մեր կյանքի ու հիմա դրանք ամենահավանինը համար որպես զինվորականի և ես վստահեցնում եմ ձեր ուրիակության դեպքում և որպես ռազմական բոլորը ընդունելել խաղի
ինչ ասել են սուտ, հակառակ դրան։ Ես երբեք չեմ հակառակ խոսացել, բայց ստիպում եմ, որ իրանք խոսան։ Ասի և հրանդան կապիկուրայցած տուրակներ։ Ինչ եք ուզում ես որ։ Հեմ պետք են երնդում, սնկաչուկ որտեղ նրանք եսնիկ չունեն։ Նրանք եկեղեցին արդեն համարում են իրանց հերթական տեղը, որտեղ իրանք ծափարություններով, եկեղեցիներում ծափարություններ չեն հնչում, դա թատրոն չի, դա օպերա չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, մեր ամբողջ թիմը պատրաստական է կատարելու այն խնդիրները, որը մեր ժողովրդի առաջ ծախսացել է։ Չնվարկեմ դրանք շատ բազմազան։ Իմացեք, որ Մայր Հայաստան կուսակցության խմբակցությունը ոստեղ թվով 33 մասնակցելու է և բոլոր թարելարը, բոլոր շնորհակալություն ձեզ, լավը դուրիքշան համար, ես հեսա պապարդել ձեզ, շնորհակալություն ձեզ։ Ասում են, մարդիկ զոհվում են, աղմուությունը ոչ, սա է պահելու ժողովրդին ողջ։ Ես հարցեր որ բարձրացնում եմ, չէ՞ տեղեկատվի 5000 դրամ, ասեք շինությունների Երևանի, որ մտնում ես դրանց հիմնարկը արդեն իրանք գնաները դրել են, որ պետք է տաս, ջերմոցների բանի սա թողնացումները, դրանց ուրիշ են, չեմ են, մաքսիմումնա մինիմում, իրանք դրել են ամենաբարձրը, ամենաբարձրը դրել են քույրությունները ու ժողովուրդը տեղեկանքի համար 5000 դրամ, մեր ժամանակի տեղեկանքի համար ոչ մի կողմի չեն վերցրել, տեղեկանքը գրել աշխատակազմի ձերի կողմին ժողովորդին, ու դա ձերեն գնացել է, էսի նորոշուն է, ուղղակի լուկ եմ ասել նորոշուն է, որ իրանք ես թրկերով բարձրացնում են, եշերով միշտ բարձրում են։ Գերմոսների պահով, նույն է իրավիճակը, ուղղակի թողքերելու տեղը, ժողովրդի թողքերը, դեն սենց ասված ձան ցույց տան, պլյուս դերած փողերը, այդան պետությունը միլիարդերով, 7 միլիարդ է հասել իրապարտերը, իր աշխատակազմի ժամանակ։ 7 միլիարդ ապրիլապարտերը ամենացրել է, որ նստած է ժողովրդի վրա, էլի նույն բանն է։ Խանուկանի կանչում են, ասում են, գիտես իշա, կես 22 հանդի կանացնում են։ Խանուկան իշ պյանի, վերեմա իր ժողովրդի վրա, ապրակ եկա, 22 ակրավանացնեց, վերեց վերջի ժողովրդից կերեցին, և ոչ է ժողովրդից կերեց։ Ժողովուրդն է ստեղ ամբողջ ուժվող, ես պարտերը, ես վարդերը, ես ամեն ինչ է, որ ժողովուրդը հաշում է, ուղղակի շատ անտանելի է։ Մենք, որ գալիս են փոխելու։ Ես Գերիշա Արիշյանի անձամբ կանաչում եմ, անձամբ իրար հետ երկրատարի աշխատել եմ, իրար հետ գնացել են պատերազմ, մասնակցել են, եկել են, ամեն ինչ արել են։ Ուղղակի ես գիտեմ, մի րոպե շատ կասկածել, որ եթե մենք անցանք, 4-րդ համարը անցանք ժողովուրդը, 4-րդ համարը այդ շեմերը սա վերանայելու է, այդ գույնությունները ամեն ինչ վերանայելու է, ու իօգուտ ժողովրդի, իօգուտ ժողովրդի։ Հայր Հայաստան, համար 4, Հայր Հայաստան, շնորհակալ։ Ժողովրդան, շատ զգացված են, շատ շնորհակալ եմ, ողջունել պարոն Հովհաննիսյանի կողմից։ Խոսվեց ամեն ինչի մասին, թե համայնքի խնդիրների, վարչակարգային եղավ, թե լուսման տարբերակներ դիտակ մարդի առաջարկեցի, բայց ամենակարևորը այս նոյերից հրաշ վեպաստիկան վերանայքի ողնեցերեն շարժանատ է պալովին կա, ու գնացեք դրամազ, ձեզ հելետով եք համար չորդին, իպոս գրատերտիկի, ու ձեր համարն է դառնալու այսօրը իշարժանով, որպես փոփոխությունների սկիզբ, որպես փոփոխությունների սկիզբ։ Մեզ էր գյուղում, տեղաշապատ համայնքում,
թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, թե Մայր Անդրոմի շուրջ, որը բերել է Մայր Հայաստանը։ Այնպես որ Մայր Հայաստան, համաճոց, համաճոց, Մայր Հայաստան, Ելցին, որ փոխեք, Ելցին, որ փոխեք, Ելցին, որ փոխեք։ Կաղկալանք գյուղի հարգելի բնակիչներ, ես նորից ևս մեկական ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ձեր բոլորի թույլտվությամբ մենք ուզենք շփենք գյուղում, ժողովրդին շփենք, մի հատ ամբողջ թիմով ողջունենք մեր կաղկալանքի բնակիչներին եւ մեր շնորհակալություն հայտնել։ Սիրելի ծաղկալանք բնակավարի ժողովուրդ, ձեզ ուզում ենք ողջունենք, ձեզ ողջունում եմ Հայաստան կուսակցությունը,
մեզ շատ ջերմ ընդունելության համար շնորհակալություն ենք հայտնում եւ ուզում եմ երկու բառ ձեր հետ կիսվել Մայրաստան կուսակցության թե ինչի համար է Մայրաստան կուսակցությունը վաղաշաբաթ ընտրությունները եւ վաղաշաբաթ խոշորացած ավականու արտահայտ ընտրություններին մասնակցել 7 տարի է Էջմիածին քաղաքը ղեկավարում են ՔՊԱ-ականները, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի Էջմիածնում ոչ մի նորմալ կառավարում տեղի չունեցավ եկավ փաստեցին որ կոռուպցիոն սկանդալների արդյունքում իրենց ՔՊԱ-ական քաղաքապետին թե հիմա վերջում ինչ կբացահայտվի այդ անձնավորությանը այնպես արեցին որ հրաժարական տվեց եւ գնացին արտահերթ ընտրությունների ոչ մի տարբերություն մի ՔՊԱ-ականին գալիս է փոխարինելու մի ՔՊԱ-կանը բայց մի խնդիր չեն իրենք հաշվի առել Էջմիածին քաղաքում քաղաքացիական պայմանագիրը մերժված է ժողովրդի կողմից իրենք գիտեն որ Էջմիածնում չունեն վստահություն ու ստիպված խոյ խոշորացված համայնքը խոշորացեցին եւ վաղաշաբաթին գցեցին որ կարողանան ձայներ կորզել խաբել մեր գյուղական համայնքի ժողովրդին եւ այդ ձայները կորզել մի բան հաշվի չէին առել որ այստեղ էլ կարող են խնդրի առաջ կանգնել Մայրաստան կուսակցությունը հայտ ներկայացրեց եւ մասնակցում է ընտրություններին մեր ցուցակը գլխավորում են Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը որոնք հենց խոյ համայնքից են եղել են խոյ համայնքի բնակավայրի երկար տարիների համայնքապետեր եւ վայելում են ժողովրդի հարգանքը հիմա այդ մարդիկ հասկանալով որ ստեղել են խնդրի առաջ կանգնել իրենց գործելավոճին են անցել միակ իրենց գործելավոճը ոստիկանական համակարգը ոստիկանությունը ստիպելով ապօրինի գործեր հարուցել հիմա ուզում են այս տարբեր տեղերով տարածված տեղեկությունների Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի հանդեպ ուզում են գործ կարեն, որ կարողանան չեզոքացնել, բայց դեռ արդեն, այսպես ասած, ձեր նավը գնացել է, ուշացել եք, դուք խայտառակ եք լինելու, ոչ մի պարագայում Մայրաստան կուսակցությունը իդեպս Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի չեն ընկրկելու, միջև վերջ գնալու են, քանի որ իրաց թիկունքում ունեն խոյ համայնքի, վաղաշաբաթ համայնքի ժողովրդի աջակցությունը Դրա համար ամսի 16-ին դուք դա կտեսնեք, դուք լավ հասկանում եք ինչ է կատարում, իսկ ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանին կուզեմ հիշեցնել, Արգիշտի Մեխակյան, դուք իշխանություն չեք ունենալու, ձեզ քվե չեն տալու, չեն վստահելու քաղաքացիները, ձեզ մերժելու են, քանի որ դուք ստի ու կեղծիքի իշխանություններն եք, դուք խաբում եք այս մարդկանց, դուք գալիս եք Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի կուսակցության հետ խաբեք, կորզեք քվեները ու նույն թանկացումները բերեք վաղաշաբաթում տրանսպորտ, գույքահարկ, աղբահանություն, ամեն բան թանկացնելու եք, ինչպես է որ արել եք Երևանում, բայց ես ուզում եմ հիշեցնել եւ վստահեցնել Մայրաստան կուսակցությունը իդեպս Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի ձեր բոլոր պլանները խանգարել ու խառնել է արդեն դուք ոչ մի կարողամ իշխանություն չեք ունենալու ուզում եք ինչքան ապօրինի գործեր ուզում եք հարուցեք այդ մարդկանց վրա ոչ մեկ հետ չի կանգնելու իրենց դրած օրոց սիրելի ժողովուրդ, սիրելի վաղաշաբաթցիներ, ակտիվ մասնակցեք միակ իրենց հույսը մնացել է որ դուք քիչ մասնակցեք եւ ոստիկանական համակարգը Դուք շատ ակտիվ մասնակցեք, մերժեք քաղաքացիական պայմանագրին, այդ թալանչիների խմբակին եւ հանրապետություն կուսակցությանը։ Այդ երկու կուսակցությունը միավորվելով ոնց որ Երևանում են ուզում թալանում են արդեն, հիմա էլ ուզում են ստեղ թալանեն, ձեր գրպանը մտնեն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր խնդիրներին, Մայրաստան կուսակցությունը պիտի ջերմոցային այս խնդիրները, ոռոգման, խմելու ջրի խնդիրները, բոլորը մեկ-մեկ ծրագրերում ներառել են Եվ ամենակարևորը մանկապարտեզների հարցը, որ քաղաքացիները մեզ ասում են, որ մենք սոցիալապես լավ վիճակում չենք, անպայման պետք է մանկապարտեզները դառնա անվճար միանշանակ։ Եվ Մայր Հայաստանը ձեզ խոսք է տալիս 24 ժամյա ռեժիմով լինել ձեր կողքին եւ նոյեմբերի 16-ի երեկոյան Կիրակի օրը անպայման ակտիվ մասնակցեք, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը համար 4 քվեատեստիկի ներքո, որ բրծնենք այս թալանչիների փոքրիկ խմբակից։ Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան
Հայաստան կուսակցություն գրաթերթի կամար 4 միացիր, որ փոխենք։ Սին հալաշապատ սուրգին էչ միացին իմ այ Հայաստան Հալաշապատ հոստան ես դու մեր դպրության տակցից ոչնակ նոր պայքարի ողջայության Միասին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ապրելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Սև ունասին տոքոր հավար Հալաշապատ Սաղկալանջ գյուղի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ այր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ ունենանք անվճար մանկապարտեզներ, մասնակցեք, որ ունենանք Էջմիածինը տուրիստական կենտրոն, ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք համար 4-ին։ Այր Հայաստան! Համար 4! Համար 4! Այր Հայաստան! Միացին! Միացին! Ինչպես տարբեր բնակավայրերում, Սաղկալանջ բնակավայրում նոր տեսանք, որ գյուղի մեջտեղը համայնքապետարանի դիմաց էր մի նոր փոքրիկ խաղահրապարակ են կառուցում ընտրությունների նախաշեմին, ինչպես եւ տարբեր սոցիալական հարթակներում տեսնում ենք, այս մարդիկ ինչքան ուժ ունեն օգտագործում են վարչական լծակները, այլ մարդկանց վախեցնելով, վահաբեկելով, որ ընդդիմադիրների քարոզարշավին չմասնակցեն։ Հիմա եթե օգուտ չի տվել, անցել են ասֆալտապատման, աղաչուձախ ասֆալտ են անում, դե իրանց իրաց գործն է, դա ասֆալտը փող է դրա մեջ, բայց այդ ասֆալտն անորակ ասֆալտ է, տեսանք գյուղերից մեկում, Զվարթոց գյուղում ինչ կարգի ասֆալտ էին արել, ու ինչտեղից քերում, բերում են, ինչա մարդկանց աչքերին թոս փչեն, որ գործ են անում, վարչական լծակը չարաշահելով, ժողովրդի հարկերից, տուրքերից, վճարած գումարներից հիմա ասֆալտ են անում, դուք պետք է ասֆալտ անեք, ուրիշ մարդիկ ասֆալտ չեն անելու, դուք եք ոչ բարով ղեկավարում մեզ վաղաշաբաթ խոշորացված համայնքը, բայց ժամանակավոր ամսի 16-ի երեկոյան վաղաշաբաթցիների ակտիվ մասնակցության արդյունքում քաղաքացիական պայմանագիրը մերժվելու է, Արամ Զավենի Սարգսյանը իր կուսակցությունով մերժվելու է եւ 17-ի առավոտյան վաղաշաբաթում նոր իրողություն է լինելու եւ իշխանությունը ժամանակավոր քաղաքացիական պայմանագիրի արգիշտի մեխանիկյանի գլխավորությամբ խայտարակ ձևով մերժվելու է եւ ժողովուրդ ջան, ակտիվ մասնակցության պարագայում մենք խոսք ենք տալի, Մայր Հայաստանը խոսք է տալի, որ նոր իրողություն ալնելու, նոր մարդիկ, նոր խելացի մարդիկ են ղեկավարելու համայնքը եւ ստանալու են լավ ակցում։ Այնպես որ մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին եւ ոչ մի պարագայում չթողեք, որ ձեր փոխարեն որոշեն, թե ինչպես են ղեկավարում։ Մենք Երևանում հավաքանու անդամների գործով ձեզ ասում ենք, քաղաքացիական պայմանագիր ու հանրապետություն կուսակցությունը ձեր գլխին այսպես ժողովրդի ասում ճարմ են դառնալու։ Սրանք գալու են ձեզ թանկացումներ բերեն, խայտարակ կառավարում, հետո նոր երևանցիների պես ասել եք իզուր ինչի չմասնակցեցինք ակտիվ ընտրությունների, որ մերժեին։ Այնպես որ Մայր Հայաստանը ձեր կողքին է, 24 ժամի կողքին ձեր լինելու է։ Ձեզնից խնդրում ենք, ակնկալում ենք ձեր քվեները։
Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրի էչ միացիր, իմ այ Հայաստան վաղաշապատ ոստամն ես դրում էր դպրության Դապսի կոչնակ, նոր պայքարի ողջ հայության Հոզորավոր, աչը մասիր Աչը եթին մասիր Սերին վաղաշապատ սուրի էչ միացին իմ այ Հայաստան Կանցնեն նորեն ապելության ու տխրության եկել են ժամը կողաչի շուշնիության Սեր կողացիր, կողքու համար Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրի էչ միացին իմ այ Հայաստան Ելի ես քո խոսքը ասա Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորդին Կեզ մահպանի աստողորդին Սերին վաղաշապատ սուրի էչ միացին իմ այ Հայաստան Սերին վաղաշապատ սուրի էչ միացին իմ այ Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Ծաղկալանջի սիրելի հայրենակիցներ, վաղաշապատ խոշորացող հավանքի հարգելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, մենք ունենք շատ պատկառելի ցուցակ, որը կազմված է փորձառու կառավարչական ձիրք ունեցող անհատներից, նորասենիք ունեցող երիտասարդներից, իսկ թիմը ամբողջացել է քաղաքական թիմային պատասխանատվության։ Մենք այս պաշին անում անպայման գրանտերամաս, անպայման մասնակցել ընտրությունների, անպայման ձեր խոսքը հնչեցնել հավաքային իշխանության ձևավորման ընթացքում։ Մենք թիվ 4 ենք, թիվ 4 քվեաթերթի, մենք Մայր Հայաստանն ենք, մեր ցուցակը գլխավորում է Դողս համայնքի երկարամյա ղեկավար Գրիշա Հարությունյանն է, երկրորդ համարը Դավիթ Կարապետյանն է, երրորդը Հռիփսիմե Մկրտչյանը։ Մենք շրջելով գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, արձանագրում ենք այն խնդիրները, որ ունի յուրաքանչյուր գյուղ։ Հորովման ջրի, խմելու ջրի, ջերմոցների հետ կապված, որ մանկապարտեզները վճարովի են դարձրել, որ ձեր փողոցները սենց խայտառակ վիճակում են, որ ընտրություններից առաջ մենակ ստեղից ընդեղից ասֆալտ են քերում, բերում, նստում են ձեր փողոցները, որ տեսեք ինչ լավ ասֆալտ են արել։ Սրանք դասական ասֆալտապետություն են կառուցել։ Սրանք ասացը ինչ է, ճիշտ ասած չեք կարում հողը պահենք հայրենի, բայց կարանք լավ ասֆալտ անենք, այն է պարտքով, պետական պարտքով։ Իվաց ես պետք է որ հետի սահմանները գնալով փոքրանան, Արցախը դառնա Թուրքի փայ, Հայաստանի տարածքից 200 կիլոմետր դառնա Թուրքի բաժին, սրանք էլ գնան պարտք անեն, կեսը դնեն իրանց գրպանը, կեսը բերեն քերած ասֆալտ անեն ձեր գյուղում, ասեն տեսեք ասֆալտ, ով էր ասում իրանց առաջնորդը։ Մենք ունենք բոլոր խնդիրների ամրագրումը, բոլոր գյուղական խնդիրների հաշվառումը, ունենք դրա լուծումները, ունենք քաղաքական կամք, ունենք անցած ճանապարհ,
եւ ունենք այս երկրի ապագայի հետ կապված շատ մեծ պլաններ։ Այնպես որ միայն ձեր աջակցության շնորհիվ նոյեմբերի 17-ը նոր իրողություններ կբերի նաեւ ձեր գյուղին եւ Հարաշապատ խոշորացված համայնքին, ինչու՞ չէ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ուրեմն Հայր Հայաստան, Համաչոս, Համաչոս, Հայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Մայր Հայաստան կուսակցություն, քրեատիվ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերիմ Հարաշապատ սուրի մեջ միասին իմ Մայր Հայաստան Հարաշապատ ոստան ես դու մեր դպրության Տապսի կոչնավ նոր պայքարի ողջայության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր տորասին կողքու համար Սերին Հարաշապատ սուրի մեջ միասին իմ Մայր Հայաստան Սիրելի հայրենակիցներ, այստեղ քիչ առաջ ճշտեցինք ես փլատակներ հիշեցնող շենքի ծագումն ու պատկանելությունը, սովորաբար քպեականները դες ճոխ ռեմոնտ են սիրում էլի, դες թանկ, այդ ռեմոնտից էլ որ ինչ հատկած քերի, սովորաբար իրենք լավ ճոխ վերանորոգումներ են անում, ես վերջերս Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճը մեզ տեղին փող մսխեցին, Ինչ է, այս շենքի հետ կապված ասում են, որ սա այս գյուղի գյուղապետարանն է, դե այս գյուղի գյուղապետարանի շենքի, որ նայում ես, արդեն մնացածը հասկանալի է, էլի։ Ասեք, այս ինչ տեսարան է, էլի, այս ինչ է կատարում։ Կապի ամոթ են խոսքը, չի սա խայտարակություն, հա։ Դե որ դուք բերեք քերած ասպատ փռեք, եսա։ Որ բերեք քերած ասպատ փռեք, Դե գյուղապետարանն ձեր պահած գյուղապետարանն ես օրին պտույն էլի։ Այս թեք ռակուրսով որ նկարենք համ ասֆալտերը, համ գյուղապետարանը, ահայն ամենը ինչ պետք է իմանալ ՔՊ-ի պատկերի մասին։ Այս եք դուք։ Այս 8 տարվա մեջ մեր գյուղապետարան չեք նորոգել, հələ տանիքը, հələ այս Չեռնոբիլից ինչ որ ասոցիացիաներ է առաջացնում։ Էսա Այդ արգավանտի Երևան մտնող հատվածից քերել են, ընդեղ ասֆալտի վրա, ասֆալտանելու վրա են փող աշխատում, ստեղ են այս համայնքի բյուջեից դուրս գրում կանեն, հտրություններից առաջ մարդկանց աչքերին թոսք չենք ասեն, վայ տեսեք երկու փողոց սենց քերած ասֆալտ ենք բերել, էսա այս իրականությունը, առանձնապես սենսացիա չկար իրենց դեպքում, սա բնական ճակերտավոր օրինաչափ երևույթ է ՔՊ-ի կառավարման տարիներին, Այնպես որ այս տեսարանը մեզ ավելի է պարտավորեցնում,
որ էլ ավելի մեծ եռանդով մենք գնանք փոփոխությունների։ Այսպիսով Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Երցի Որ փոխենք Երցի Որ փոխենք Սիրելի Ծաղկալանջի բնակիչներ, մենք եկել ենք ձեր համայնք, տեսնում ենք, փողոցներով քայլում ենք, սրանց առանց գործերը տեսնում ենք, այն որ ժողովրդին փորձում են խաբելով, մյուսով փորձում են իրենք գնեն առաջ, չի լինելու այդպես բան։ Եկեք պարզ կանգնեք ժողովրդի դեմ, ասեք, ընտրությունից ընտրություն։ Վերում եք ժողովրդի աշկը, կապում եք, են էլ քանդված ասֆալտով, որ կարելի է մի ամիս առաջ անել, 2 ամիս առաջ անել, հիմա վերել եք խապում եք, նախկիններին էլ փնորում եք, նախկինները լավ չեն աշխատել, թալանել են, ձեզանից լավ թալան չի, ձեզանից լավ թալանանող չկա, հիմա շինցու գործեր են փորձում կարել մեր վրա, Գրիշա Արուցյանի և իմ վրա, Դավիթ Կարապետյանի։ Այդ շինցու գործերով մեզ չեն կարող վախացնել, ոչ են կարող մեզ փորձեն ատամ գցեն։ Այդ ատամը թող իրանք միշտ տեսնեն, որ մենք այդ ատամից չենք վախենում, այդ ատամներն էլ շուտով թափվելու է։ Ես պարզ ասեմ, հիմա անդրադարձել են, էս են թալան է, են են արեն է, հիմա դուք մարդկանց 30 տարիների հողել է, մարդկանց տնամերձ հողամասերը վերցրել եք հենց ծաղկում համայնքում։ Գիտեք մենք տեղյակ չենք, ամեն ինչից տեղյակ ենք, այս կողմից ծախել եք, այն կողմից առել եք, հիմա եկել ես անդրադարձել ես ինձի, այ հիմար, դու ով ես, դու քեզանից ինչ ես ներկայացնում, դու այդքան կաս, որ անդրադառնաս ինձ, կտեսնենք, օրը կգա բարինետը, 17 առավոտ ես քեզ կասեմ, դու ով ես, մենք ով ենք, մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, դուք ձեզանից ինչ եք ներկայացնում։ Դու այդ որը տենց ծախի արել ես, դու չմտածես, տենց հեշտ մարսելու ես, հիմա էլ ընկել ես գործ ես քանդում, գործ ես կարում, կաս դու այդքան որին վրա գործ կարաս կարես կամ գործ քանդես։ Որնա մենք մեր գլուխները պարզ ճակատով ման են գալի, բոլոր համայնքներում, բոլոր հանրապետությունում։ Ես քեզ ասի, չէ՞ դու այդքան տղա չկաս, որ դու ինձ անդրադառնաս ու փորձես ասել մենակ դու ձերից գալիս ա գործ տալ, մենակ դու այդ կարաս անես։ Եթե դու ինձ անդրադարձել ես, չես ապացուցել ժողովուրդը, որ սա հանրությունը տեսնի, ես քեզ խոստանում եմ եւ դրա համար 17-ից հետո ես քեզ ասեմ, դու ով ես մենք ով ենք։ Հայ Հայաստան! Համար 4 Համար 4 Հայ Հայաստան Երցի! Որ փոխենք Երցի! Որ փոխենք Երցի! Որ փոխենք Ձեր այրակիցներ Ես ողջունում եմ այր Հայաստանը։ Այս կտղայելով գորելով, տարբեր հանցական միավորներով, տարբեր թաղամասերով, արձանագրելին շատ խնդիրներ։ Բայց ձեր համայնքը առանձնահատուկ անուշադրության հատված եղել ինչպես տեսնում ենք։ Եթե ձեզ ձերը տալիս, եթե ձեր համար ընդունելի է, որ 5 տարի առնվազն, եթե չխոսենք իրենց կառավարման 7 տարիներից, վերջի ընտրություններից այսպես որ հաշվենք, ձեզ անտեսեն, ձեր համար ոչինչ չանեն, ձեր փողոցը այսպես անբարեկարգ, ոչ կողքիկ յուճակում, անբարեհուս, ձեր գյուղապետարանը ասենց համաշխարհային պատերազմի ռմբահարության ենթարկված չենք ոնց որ լինի, ու այդպես շարունակ։ Կոտրությունից առաջ բերեն, ուրիշներից կերած ասվածը ձեր փողոցում հլսի չեն էլ կռեք, հա? Տենց, լերների պես կանգնեցած է։ Եթե դա ձեզ ընդունելի է, մենք է կարտիքի չենք դեմասին, հետպես որ կոչ ենք անում ապրական գնատեղամաս, դեպս Հայ Հայաստանի դուք ունեք շատ հրաշալի լավ այլընտրանք։ Դրա համար կոչ ենք անում միանակ մեզ, որ փոխենք
այս իրականությունը, հակառակ սպարանայում սրանք կարող դնելու են դժգույն ու դժվարդ ու հանձնել Թուրքին։ Դրանց մոտ է դա լավ ստացվում։ Այնպես որ բոլորիդ կոչ ենք անում միանալ մեր պայքարին։ Ելցին! Որ փոխենք! Ելցին! Որ փոխենք! Ելցին! Որ փոխենք! Մայր հայաստական կուսակցություն քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրին մեջ միացիր, իմ այ Հայաստան։ Վալաշապատ, ոստան ես դու մեր դպրության, դացիր ոչնան, նոր պայքարի ողջայության։ Եկել է ժամը փոխաչի շուշմիության Սեր կորացին, կոմ խոհավոր Վալաշապատ Սեր վալաշապատ Էջ միացի իմ այ Բարև մայրիկ ջան, բարև ձեզ։ Այ մեր մայրիկ ես հենափայտով, որ տեղից վեր կացավ, մոտեցավ, եկեք մատ բաղցել, ողջունենք ես տատիկին։ Դավիթի վրա գործ կարել փորձողներ, նա ստեղով անցեք կենանք, այս տատիկը ձեզ ուշադրության կարժանացնի, թե չէ։ Abrez, kez arroqsun. Hiç davresden arroq. Abrez, abca. Ողջույն սիրելի ծաղկալանցիներ, Նայր Հայաստանը չէր, ողջունում է բոլորին և կոչ է անում նոյեմբերի 16-ին առավոտյան անպայման արթնանալ, տոնական հագնվել և բարձր տրամադրությամբ գնալ ընտրատեղամաս։ Ընտրել այն քվեաթերթիկը, որը Արցախը չի ծախել։ Ընտրել այն քվեաթերթիկը, որը Երևանում մի կերպ խաբելով, կուլիսային պայմանավորվածությամբ, անասնագողությամբ իշխանություն չի վերցրել և երևանցիների համար գույքահար, աղբահանության վարձավճար, տրանսպորտի գինը, կարմիր գծերի արժեքը չի թանկացրել։ Սիրելիներս, սիրելի հայրենակիցներ, անպայման նայեք, թե ով ինչ է արել։ Դուք տեսնում եք, որ 2018 թվականից ի վեր, մինչ այսօր, ՔՊ-ն, քաղաքացիական կոչվող պայմանագիր կուսակցությունը, ունենալով լիիրավ իշխանություն և երկրում, և կոնկրետ գաղափարված խոշորացված համայնքում, ձեր գյուղում, ոչ մի բարեփոխում չի արել։ Դուք քայլում եք, երթևեկում եք այս անհարմար ճանապարհներով։
Ասֆալտաբացման իսպար բացակայության պայմաններում։ Միշտ Նիկոլը ասում է, որ ասֆալտը փող է, միշտ Նիկոլը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան 3 միլիոն վարչապետեր, եւ Նիկոլը ասում է, որ բոլոր վարչապետերը պետք է իր 2018 թվականին իշխանությունը վերցնելուց հետո բարեփոխեն, բարելավեն իրենց կյանքը։ Արդյոք դուք ձեր սառնարանը բացելիս, արդյոք դուք ձեր տան մեջ հայրերից, շրջերից արձանագրում եք որևէ դրական փոփոխություն։ Գյուղական համայնքում, հենց ձեր համայնքում, ձեր փողոցներում հայտարար վիճակում են գտնվում ճանապարհները։ Սա Նիկոլի վերաբերմունքն է, ՔՊ-ի վերաբերմունքն է կոնկրետ ձեզ։ Ահա հենց այսպես է ձեզ վերաբերվում։ Հակառակ պարագայում բարձր պարգևավճարների փոխարեն, թանկարժեք գործուղումների փոխարեն նրանք գումար կվերամադրեին եւ գյուղամիջյան ճանապարհները կբարելավեին, բարեկարգեին, ձեր կյանքը կբարելավեին, տատիկ պապիկների թոշակները կբարձրացնեին, բայց ոչ, ԿՊ-ն իշխանությունը վերցնելուց հետո իր նախարարների ու պատգամավորների աշխատավարձերը բարձրացրեց, իսկ ուսուցիչները, գյուղական դպրոցներում աշխատող ուսուցիչները այս անհարմար ճանապարհներով գնում գալիս են, տատիկ պապիկները այս անհարմար ճանապարհներով փորձում են տեղից տեղ տեղափոխվել եւ ստանում են չնչին եւ կենսաթոշակ եւ չնչին աշխատավարձ։ Սա ամոթ է, սիրելիներս։ Ամոթ է եւ այս իրավիճակը պետք է փոխել։ Հայաստանի Հանրապետությունը ունի այնքան հնարավորություն։ Ողջունում ենք ձեզ, սիրելի սահկալանջցիներ, եւ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությունների, կատարել ճիշտ ընտրություն, հիշել, որ Մայր Հայաստանը նոր ուժ է, լիովին ինքնուրույն ուժ է եւ Երևանի ավականիում երևանցիների վստահության քվեն ստանալուց ի վեր տարին 12 ամիս օրը 24 ժամ քաղաքացիների կողքին է։ Գյումրիում Մայր Հայաստան խմբակցությունը եւս փոփոխություններ է արձանագրում։ Սիրելի ծաղկալանջցիներ, կատարեք ճիշտ ընտրություն, ընտրեք ինքնուրույն ուժին, ընտրեք փորձի եւ երիտասարդության միասերվածություն ունեցող ուժին։ Սիրելիներս, անպայման մասնակցեք նոյեմբերի 16-ի ընտրություններին, ինքներդ փոխեք ձեր ճակատագիրը։ Քվեարկեք Մայր Հայաստանի օգտին, ընտրեք թիվ 4 քվեաթերթիկը։ Ընտրեք թիվ 4 քվեաթերթիկը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրավունք ունենան, որպեսզի ՔՊ խաբելով չգա իշխանության ու մի օր էլ չասի, որ գիտեք, Էջմիածիններ, Ծաղկալանջներ, Վաղարշապատ խոշորացված համայնքներ, բոլորն էլ դժգույն են եւ դժբախտ են։ Ցույց տվեք քաղաքացիական պայմանագրին իր տեղը։ Սիրելիներս, կատարելով ճիշտ ընտրություն, դուք քաղաքական ճիշտ ապրանք եք տալու քաղաքացիական պայմանագրին, էմոցիաները գողանալու, իշխանությունը վերցնելու եւ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը միջազգային հարթակներում գցելու համար։ Սիրելի ծաղկալանջցիներ, հիշեցնենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկով համար 4-ն է եւ նոյեմբերի 16-ին մասնակցենք ընտրությունների։ Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Ծաղկալանջ գյուղի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք ինչ ենք առաջարկում ձեզ։ Առաջարկում ենք մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։ Դուք ձեր ձայնը տվեք, մենք ապահովենք մեր համայնքների զարգացումը։ Ջերմոցները, որ վերել են օրինական դաշտ, մենք դեմ չենք, բայց մենք ձեզ առաջարկում ենք, որ մենք չենք մտնելու ձեր գրպանը եւ ջերմոցները օրինականացնելու են գյուղացու կողքը կանգնելով։ Ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք համար 4-ին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացին, միացին։ Գրիգոր Հայաստան կուսակցություն
Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրի էչ միացի իմ այր Հայաստան Վաղար շապատ հոստան ես դու մեր դպրության Տապի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Ստին ու անհավատին մայր տաճարին լույսը հորդին կեզ կապանին ասողորդին սերին հալաշապատ սերին էչ միազին իմ այր Հայաստան սերին հալաշապատ սերին էչ միազին Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան Բարև ձեզ, սիրելի ծաղկարանցիներ, բարև ձեզ Ենք Մայր Հայաստան եք ներկայացնում, ողջունում եք ձեզ Յուրովի սահմանապահին դուք եք, յուրովի սահմանն եք պահում Ենթեկացուն Գրիշա Հարությունյան դեր, դով յուրի երկարավյալ ղեկավար արչական Մայլայա Դե սաբա։ Այնպես ոչ եք անում անպայման գրասեք կրթության, անպայման մասնակցեք, այս ամրխիթար, այս ամոթարի վիճակին պետք է վերջ կա։ Դուք ստեղծող արարող մարդիկ են և սազական չի, որ ձեր միջավայրը սրտամբարեկարգ լինի և ընտրությունից ընտրություն մենակ իշխանությունները ձեզ հիշել։ Ծաղկալանջի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, բոլորիդ կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս, նոյեմբերի 16-ին, որոշում կայացրեք ձեր համայնքի ճակատագրի վերաբերյալ, որոշում կայացրեք Մայրաթոռի վերաբերյալ, որոշում կայացրեք ամբողջ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Դուք այս իրականության մարդիկ եք, դուք բոլորդ շատ լավ տեսել եք, թես վայ իշխանությունների կառավարման տարիներին մեր երկիրը ինչ կորուստներ է ունեցել։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, անպայման, շնորհակալություն։
Դուք բոլորը տեսել եք, թե ինչ կորուստներ է ունեցել մեր երկիրը։ Դուք տեսել եք, թե ինչքան սուտ, գեղձիկ, կոռուպցիա, կրիմինալ եւ նման օրինակ այլ հարատավոր երևույթներ են ուղղակի կերած տվել մեր երկրում։ Մեր երկիրը ինչ կորուստներ է ունեցել։ Ու հիմա այս երկերեսանիները, այս սոփեստները, այս անամոթները եկել են ընտրությունների նախաշեմին, մի քանի գյուղի փողոցներում քերած ասֆալտ են փռում, որ այս պահին մարդկանց սիրաշահեն, հերթական անգամ խաբեն, քվե գողանան, վստահություն գողանան, հույսու հավատ մսխեն, որ շարունակեն իրենց ազգադար գործունեությունը, բայց դա դրանց մոտ չի ստացվելու, որովհետև իդեպս Մայր Հայաստանի դուք ունեք շատ փայլուն այլընտրանք, ով տիրապետում է թե համայնքի խնդիրներին, հաստավորապես ջերմոցներին վերաբերող, այդ շարքերում մարդիկ կան, ովքեր հրաշալի վերլուծել են այդ խնդիրը եւ դրա լուծումները, թե այն որ մանկապարտեզները վճարովի են դարձրել, թե այն որ փողոցները անբարեկարգ են, տիրապետում են եւ դրան, եւ քաղաքական գնահատական ունեն, քաղաքական այլընտրանք են առաջարկում, ինչպես առաջարկել ենք Երևանում, ինչպես առաջարկել ենք Գյումրիում, այժմ նույնը անում ենք Վավարշապատում, որպես առաջիկա համապետական փոփոխությունների նախերգանք։ Այնպես որ ձեր այնակիցներ միացեք Մայր Հայաստանի հաղթարշավին, գնացեք ընտրատեղամաս, ձեր ձայնը տվեք թիվ 4-ի, Մայր Հայաստան, Համար 4, միացի, միացի, Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին Վավարշապատ սուրին էջ միացի իմ Մայր Հայաստան Վավարշապատ հոստան ես դում էլ դեպրության դարձի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Որն է մեր քվեաթերթիկը։ Եկել է ժամը կողաչի շուշնիության Սերտուն ասին, տոն խողավոր Վավարշապատ Սերին Վավարշապատ Սուրին էջ միացի իմ Մայր Հայաստան Ստին ու անհավատին Մայր դաջային լույսը հոդին Կեզ պահպանի աստոմորդին Սերին Վավարշապատ սրվին էջ միացին իմ Մայր Հայաստան Սերին Վավարշապատ սրվին էջ միացին Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրպսիմե Մկրտչյան, քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։
Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթի կամար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրբին, հեչ միացին, իմ այր Հայաստան։ Վաղար շապատ, հոստան ես դրում էր դպրության, դապցիր պոչնամ, նոր պայքարի ողջ հայության։ Հեչ միացին, իմ այր Հայաստան։ Կանցնեն օրեր, ապրելության ու տխրության, եկել են ժամը գողացի շուշնիության։ Սեր կորացի, կողքու համար, Հեչ միացին, իմ այր Հայաստան։ Ելին քո խոսքը ասա, չարին վատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի ասողորդին, սերին աղար շապատ սիրպին, հեչ միացին, իմ այր Հայաստան, սերին աղար շապատ սուրպին, հեչ միացին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Լուկաչյան, քվեաթերթի կամար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթի կամար 4, միացիր։ Սաղկալանջի արգելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, մենք Մայր Հայաստանն ենք։ Մենք բոլորիդ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս։ Գնալ ընտրատեղամաս, որ ձեր փողոցները անցանելի դառնան։ Գնալ տեղամաս, որ ունենաք պատասխանատու իշխանություն։ Գնալ տեղամաս, որ երկիրը չփոքրանա։ Գնալ տեղամաս, որ հոգևորականը բանտում չլինի։ Գնալ տեղամաս, որ բարերարը բանտում չլինի։ Գնալ տեղամաս, որ երկրի ղեկավարը Թուրքի առաջ կուրկուրի ձակ չդառնա։ Գնալ տեղամաս, որ ձեր կյանքը բարելավի։ Գնալ տեղամաս, որ պետական պարտն ավելացնելու հաշվին քերած ասֆալտը չբերեն ընտրությունների օրերին ձեր գյուղերում քարեն, թե տեսեք լավ բան ենք անում։ Բարև ձեզ։ Իշնա, չեն գալի փոխեն, չեն գալի փոխեն։ Փաշյան եկավ և ասում կան լարին լարերը փոխեն, ոչ մի բանը չեն փոխեն։ Ո՞վ փոխեն, ոչ մի բան փոխեն, հավոջ ան։ Դրանմա ճանանչելով ես իրան շեմ, դնարդինով դեմ շնվես, լավն եմ ասել։ Լավն եմ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ,
Մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթի։ Քվեաթերթիկ Համար 4 Մայր Հայաստան Այո, ընտրելու ենք ում? Համար 4 Համար 4 Գրիշա 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 Սաղթարացի հարգելի բնակիչներ, սիրելի արնակիցներ, ձեզ Մայր Հայաստանն է ողջունում, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, բոլորիդ կոչ ենք անում, նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, կատարել սեփական քաղաքացիական պարտքը, իրականացնել համայնքային իշխանություն ձևավորելու իրավունքը, մասնակցել համայնքի կառավարմանը, վերաբերմունք արտահայտել թե ձեր համայնքի ներկայվիճակի, թե Մայրաթոռի, թե Էջմիածին քաղաքի, թե Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Կարիքա, բարև ձեզ, բարև ձեզ։ Կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին համաշապատ սուրին, էջ միացիր, իմ Մայր Հայաստան։ Համաշապատ, ոստան ես դրում էլ դպրության, տապքի կոչնար, նոր պայքարի ողջայության։ Հոզորավոր, կոչապասին, խանջել եթի պազին, սերին համաշապատ սուրին, էջ միասին, իմ Մայր Հայաստան։ Կանցնեն նորել, ատելության, տխրության, եկեր
Գավն եք, առողջ եք։ Սիրելի ցանկալանջիներ, ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մենք եկել ենք քարոզարշավի օրերին 4 օր մոտ 4 օր է մնացել, եկել ենք իրազեկելու ձեզ, որ մասնակցեք պարտադիր ընտրություններին, Արգիշտի Մեխակյանը համար 7 քվեաթերթիկներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մենք բոլորիդ կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին Նիկոլ Փաշինյանի դրածոյին, Հանրապետության քույր կուսակցությանը, մենք ձեր բակերով այցելելուց տեսանք քերած ասֆալտներ, ընտրությունների նախաշեմին բերել են աչքակապոցի անելու, ձեզ խաբելու 7 տարի քաղաքացիական պայմանագիր է գործող համայնքապետ է ունեցել, բայց ոչ մի ասֆալտապատման աշխատանքներ այստեղ չեն կատարվել, սա ինչ է, որ եթե ոչ ընտրակաշառք, ձեզ փորձում են կաշառել, բայց մենք վստահ ենք, որ բնակիչները տեսնելով այդ ամենը գնալու են ընտրատեղամասեր եւ մերժելու են քաղաքացիական պայմանագիր փոքրիկ խմբակիր, այո, նրանք փոքրիկ խմբակ են եւ կառավարվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, ցանկացած անձ, ով քաղաքացիական պայմանագիրն է ներկայացնում, կառավարվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կարևոր չէ նրա անձը ինչպիսինն է, քանի որ նա պարտավոր է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլապես նա էլ կկալանավորվի, այդ բռնաճնշումը նույնիսկ կտարածվի իրենց աշխատակիցների նկատմամբ։ Տեսեք, օրինակ օրեր առաջ մի դպրոցի տնօրեն ընտրակաշառք էր բաժանել, այո, ընտրակաշառք եմ ասում, որովհետև դա ընտրակաշառք է, քարոզարշավի ժամանակահատվածում չի կարելի բարեգործություն իրականացնել, այդ բարեգործությունները կարող էին մինչև քարոզարշավի սկսելը կատարել կամ սպասել քարոզարշավից հետո, դա տեսեք ինչ են անում, քաղաքացիական պայմանագիրը փորձում է ձեզ փոքրիկ ասֆալտներով, ինչ-որ կոշիկներով բարեգործության անվան տակ խաբել սիրելի քաղաքացիներ։ Ինչ կարող եք անել, եթե դուք նույնիսկ ստիպված եք պետական ապարատում եք աշխատում, իրենց դեպքին չեք կարողանում ասել այն ամենը ինչ մտածում եք, գնացեք ընտրատեղամաս եւ իրենց մերժել, այնտեղ ոչ ոք չի իմանալու թե դուք ում եք ընտրել։ Մենք ոչ ենք անում ընտրել համար 4-ին Մայր Հայաստանին։ Համար 4 Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան,
Ծաղկալաջի հարգելի հայրենակիցներ, սիրելի բնակիչներ, բոլորիդ ողջունում է Հայր Հայաստանը, կոչ եք անում անպայման նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրական գործընթացներին, ձեր ձայնը հնչեցնել համայնքի կառավարման հարցում, տեսակետ արտահայտել առ այն, որ նախորդ արատավոր բարգելը դատապարտելով և նոր Հայաստան, արդար Հայաստան վակարկելով գալով իշխանության, ավելի քան 7 տարվա ընթացքում ձեր փողոցներում ոչինչ չի փոխվել։ Ձեզ համար ոչինչ չեն արել։ Ձեր գյուղը որպես այդպիսին մանկապարտեզել մարդավարի չունի։ Խմբակներ, սպորտային, երեխաների համար զբաղմունքներ, չկա, գոյություն չունի։ Համայնքը մատնված է անտերության։ Բայց զարմանալու ոչինչ չկա, որովհետև ողջ հանրապետությունն է մատնված անտերության, անտերության մատնվեց Արցախը, բառի իմաստով նվիրեցին Թուրքին, հիմա հարձակվել են Մայրաթոռի վրա, ուզում են հիմնահատակ անել, կեղծ պատարակներ են անում, իրենք իրենց ներշնչում են, մարդկանց խաբում են, բայց անգամ վարչական ռեսուրսով այդ պատարակները տապալվում են, շատ սակավամարդ է։ Մի խոսքով, այս անփառունակ և ողորմելի իշխանություններին ենք ձեզ առաջարկում ենք այլընտրանք իդեմս Մայր Հայաստանի, այլընտրանք իդեմս մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի և Հռիփսիմե Մկրտչյանի, իդեմս մեր քաղաքական թիմի, որը ներկայացված է թե Երևանի ավականիում, թե Գյումրու ավականիում։ Բարև ձեզ, կայնենա ձեզ հյուրեկել։ Մայր Հայաստան։ Համար 4։ Մայր Հայաստան։ Yeah. Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին էչ միացին իմ Մայր Հայաստան Վաղաշապատ
Ոստան ես դու մեր դպրության, դարձիր կոչնավ, նոր պայքարի ողջ հայության։ Սիրելի հայրենակիցներ, Սախկալանց գյուղի արգելի բնակիչներ, ինչպես ասեցի, մենք շրջելով գյուղերում արձանագրում ենք և այնպիսի խնդիրներ, որ հատուկ են գրեթե բոլոր գյուղերին, և խնդիր, որ հատուկ են կոնկրետ մեր գյուղի, և հասնացանք, որ այստեղ հանրաջական ժամանակներում այս տարածքում մանկապարտեզ է գործել, որի գործունեությունը կասեցված է և երեխաները գնում են հարևան դպրոց։ Յուրաքանչյուր համայնքի սոցիալական պատասխանատվության խնդիրն է, եւ եթե համայնքի ռեսուրսները չի բավականացնում, արդեն խոշորացված համայնքի մարզպետարանի կառավարության, որպեսզի երեխաները մանկապարտեզ ունենան, թեկուզ եւ թողնալի, ասեմ, չգիտեմ, փոքր խմբով երեխաների համար։ Բայց դրա համար պիտի նաեւ մանկավարժական մասնագիտությունը լավ բարձրացնել, այդպիսի շատ տարբեր խնդիրներ կան։ Բայց ամենայն դեպս համայնքը պետք է հանձնարարու լինի, որ գյուղում լինի եւ մանկապարտեզ եւ մշակութային եւ սպորտային խմբակներ։ Այդ առումով խնդրել այս տեսարանը, որ մենք տեսնում ենք, շատ համախիթար է եւ այստեղ ասում են, որ երկար տարիներ է, որ գյուղը մանկապարտեզ չունի։ Սա ուղղակի ամոթ ու խայտարակություն է մեր օրերի համար։ Եվ նոյեմբերի 16-ին կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս, որպեսզի ձեր գյուղի մանկապարտեզի հնարավոր կառուցման հարցը դառնա քննարկման առարկա առնվազն։ Առնվազն քննարկման առարկա դառնա, եւ որպեսզի հետագայում դուք շատ լավ ունենաք այդ զգացողությունը, որ դուք կատարեցիք ճիշտ ընտրություն եւ որպես հետեւանք ոչ թե մեկ էլ մյուս ընտրությունների շեմին բերեցին, կերած ասած հապեցին, այլ անմիջապես քննարկման առարկա դարձավ ձեր դպրոցի մանկապարտեզի հարցը։ Պարոն Հարությունյան, երևի երկու բառ դուք ասեք ձեր օրինակը։ Սախկալան գյուղի արգելի բնակիչներ, այսօր մենք քարոզարշավի շրջանակներում այցելել ենք ձեր գյուղ։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք քրեաթերթիկով համար 4-ն ենք, մենք մեր ամբողջ թիմով ձեզ խոսք ենք տալի, որ մեր հետևելու պարագայում մանկապարտեզները լինելու են անվճար։ Ուստի անպայման մասնակցեք ընտրություններին, որպեսզի մեր համայնքում մանկապարտեզները լինեն անվճար, ընտրեք համար 4 քրեաթերթիկը։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի համախոհներ, սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս պատասխանատու եւ հանձնառու ենք
եւ այդ սերու համերաշխությունը սրանք շատ են արժե զրկել, բայց համայնքը սիրում են առաջին հերթին այդ համայնքը ամեն սանտիմետր չափելով, գնալով, գալով, պահանջելով որ կոպիտ լինի, մաքուր լինի, ամեն մարդ իր հերթին բարեկեցիկ դարձնի, իշխանավորը իր տեղում լինի, հարկատուն իր տեղում լինի, հարկ ու թուրք տվող մարդու տեղը որ նեղանա իշխանավորը կողքի լինի, հարկ ու թուրք վճարողը իր հերթին հարկը և թուրքը վճարի, որ իշխանավորը կարողանա գյուղը բարեկեցիկ դարձնի, քաղաքից եկածը գյուղով հիացած գնա, քաղաքից եկած ուզենա այդ գյուղով տուն առնի, այսօրվա քայլերթը շատ պայծառ, շատ վառ գույներով, շատ տաք եղանակով էր ողողված եւ որպես ծաղկալանջում մեր շրջանցի ամփոփում բոլորս միասին բարձրաձայն մեր տրադիցիոն ուրա, ուրա, ուրա